Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ արտակարգ և լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար Տիկին Աղաջանյան։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Արտգործ նախարարությունը արձագանքել է Բաքվից եկող վերջին օրերին չդադարող ապատեղեկատվությանը եւ նշում է, որ Հայաստանը կարող է ուժային մեկ սցենարի նախապատրաստվել, դիմակայել հնարավոր ագրեսիային, սա թերևս նոր կարելի է համարել հռետորաբանություն է արտգործնախարարության կողմից, եթե փորձենք վերջին օրերի այդ խոսքերը վերլուծել ու նաև այս արձագանքը ինչ ունենք, ինչ պատկեր ունենք եւ առհասարակ ինչ է կատարվում այս մեդիա տիրույթում պատերազմը տեղեկատվական։ Նախ նշեմ, որ պատերազմը չի վերջացել եւ եթե մեր հանրությանը փորձում են հերթական անգամ վախ ներշնչել, որ կարող է պատերազմ լինել, ապա նշեմ, որ դա զուտ քաղաքական խաբկանք է սեփական ցանկություններին ի վերջո հասնելու եւ դրա տարբեր դրվագները մենք տեսել ենք։ Նշեմ, որ առաջինը, որ այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագիր կոչված փաստաթուղթը համաձայնեցվել է հայկական կողմի հերթական զիջումների արդյունքում, ինչի մասին բացահայտորեն արդեն սկսեցին խոսել եւ արևմտյան երկրների, հատկապես եվրոպական երկրների կողմից այսպես թմկահարվող ողջույնի խոսքերը ցույց են տալիս, որ հերթական անգամ ճնշում է եղել այդ զիջումը անելու հեռահար քայլերի տրամաբանությամբ եւ այդ հեռահար քայլերը կապված են Մերձավոր Արևելք Իրանի հետ գործողությունների տրամաբանության, դրա մասին առանձին խոսենք մեր իշխանությունների պահվածքի Ալիևյան վարչակալի եւ նրա վարչակազմի հռետորաբանության եւ դրա ենթատեքստում եղած հարցերի մասին այս առումով պետք է հասկանանք, որ Ալիևը ջուր է լցնում մեր կառավարության ղեկին նստած անձի ջրաղացին, փորձելով այդ պատերազմի վախը քիչ թե շատ ներկայանալի դարձնել, սակայն եկեք հասկանանք, որ դա այս պահի դրությամբ, եւ երբ որ ասում եմ այս պահի դրությամբ, ի նկատի ունեմ գոնե առաջիկա մի քանի շաբաթները եւ այսօրվա միջազգային զարգացումների տրամաբանությունը, եւ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգները Ռուսաստան մերձեցման միտումները եւ բանակցային գործընթացում հերթական ինչ-որ քայլեր առաջ խաղացում գրանցելու տրամաբանությունը եւ այդ տրամաբանության շրջանակներում էր նաեւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյայի ողջույնի խոսքում հստակ նշումը, որ Տրամպի խաղաղության տեսլականին համապատասխան, այսինքն սա այն զգուշացումն էր Ալիևյան վարչակազմին, որ արկածախնդրություն չենք հանդուրժելու։ Այսինքն առաջիկա շաբաթների ընթացքում միջազգային ֆոնը այնպիսին է, որ Ալիևին թույլ չի տա գնալ ռազմական սադրանքի եւ այս խոսքերը դուք կարծում եք պայմանավորված են ու նպատակ ունեն հայ հասարակությանը ճնշման մեջ պահելու այդ սպառնալիքը։ Վախի ներքո հայ հասարակությունից առնվազն դիմադրություն չունենալու հերթական զիջումները իրականացնելու համար, ինչի վերաբերյալ կարծեմ արդեն տեղեկատվություն կա, որ ԿՊ-ի վերջին նիստին կառավարության ղեկին նստած անձը խոսել է, փորձելով ինչպես այսպես ինքնիշխանության պաշտպանի հագուստ վրան քաշել, որը բացարձակապես իր էության կամ կատարած գործողությունների հետ առնչություն չունի։ Եվ այստեղ ես կուզեմ նշել, որ իր կողմից բարձրաձայնած, որ Ադրբեջանը պահանջում է Տիգրանաշենը եւ անկլավները, մեր հանրության համար նշեմ, որ դրանք ապօրինի պահանջներ են, որևէ իրավական հիմնավորում չունեն, ոչ խորհրդային Հայաստանի տարածքի առումով, քանի որ դրանք որևէ իրավական հանձնման գործընթաց չեն ենթադրել, ոչ առավել եւս Հայաստանի Հանրապետության, ոչ էլ իրենց կողմից այսքան բարձրաձայնված Ալմատի հռչակագրի տեսանկյունից, քանի որ Ալմատի հռչակագիրը խոսում էր գործող սահմանների մասին, Հայաստանը դրան միացել է 92 թվականին, Ադրբեջանը 93 թվականին եւ որևէ տարածք, անգամ նրանք, որոնք այս իշխանությունները այսպես սիրով մատուցանի վրա հանձնեցին Ադրբեջան
Ալիևյանի երբևէ Ադրբեջան անկախ պետության տարածքում չեն եղել։ Սա մեկ ընդմիշտ ֆիքսենք եւ անցնենք առաջ։ Ալիևյան թուրք-ադրբեջանական այսօրվա իշխանությունների համար իրենց դրածոյի շարունակական իշխանավարումը եւ նրա միջոցով հերթական զիջումների կորզումը էական է եւ նրանք փորձում են այս սահմանի վրա կեղծ հայտարարությունների միջոցով իբրև թե հիմնավորել իրենց կողմից հնարավոր սադրանքի կամ հավանականությունը, բայց հասկանանք, որ թե 44 օրյա պատերազմը, թե Արցախյան զարգացումները, թե Արցախի հայաթափումը դրանք եղել են միանշանակորեն արևմտյան կենտրոնների աջակցությամբ, հովանավորությամբ եւ իրենց կողմից մշակված ծրագրերին համապատասխան, որոնց մասնակից եւ մեղսակից է եղել մեր իշխանությունը։ Այսինքն այսօր Ալիևի կողմից այս քայլերը չունեն այն աջակցության դաշտը, որը ունեին նրանք նախքան Տրամպի իշխանության գալը։ Այսինքն հիմա զուտ տեղեկատվական օպերացիա է Երևան-Բաքու խողովակով ուղղված հայ հասարակության ուղղված հայ հասարակությանը եւ առավել եւս քաղաքացիական պայմանագրի անդամներին, որոնց համաձայնությունը ստանալը կառավարության ղեկին նստած անձի համար խիստ էական է։ Բայց նա հարցնում է նրանց համաձայնությունը։ Գիտեք, իր համար կարևոր է այդ աջակցության դաշտը ունենալը, որովհետև ի վերջո այդ անդամների քվեարկության արդյունքում է ամրագրվելու այդ բոլոր հանձնումները։ Դե կյանքը նախորդած իրադարձությունները ցավալիորեն եւ ոչ իշահ այդ քպականների փաստում են, որ նրանք ուղակի կատարող են, կոճակ սեղմող են եւ փաստացի դե ֆակտո արդեն ամեն ինչից դե ֆակտո տեղի ունեցած գետնի վրա կատարված զիջումներից շատ դեպքերում տեղեկանում են, ինչպես օրինակ նոյեմբերի 9-ի խայտարակ փաստաթղթի մասին էլ չգիտեն, սա իհարկե արդարացում չէ նրանց, սա այն մասին դիտարկում է, որ այդ ֆրակցիան ուղղակի գործիք է։ Գիտեք, այո, պատերազմի ընթացքում դրանից հետո եւ որոշակի այսպես զիջումների հերթական քայլերի ընթացքում այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը իր այսպես թեզերը հրամցրել է եւ դարձրել է խոսույթի առարկա եւ նույն այդ խմբակի ներկայացուցիչները անգամ իրենց վրա չուզենալով վերցնել այդ մեղքը եւ հասկանալու թե իրականում ինչ է կատարում, վստահել են իր ներկայացրած թեզերին եւ անգամ ոմանք այսպես այդ թեզերի թմկահարողն են դարձել, սակայն այդ թեզերի թմկահարողներից մեկին մենք տեսնում ենք, որ մոտ ապագայում փորձելու են մանդատից զրկել եւ այդ մանդատազրկման գործընթացը ինքնին ցույց է տալիս, որ իշխանությունները փաստացիորեն զուտ կոմպրոմատային լծակներով են ազդում այս անձանց վրա, բայց ես մի անգամ էլ այս հարթակից նաև կարծեմ նշել եմ, որ այդ կոմպրոմատները այսօր այլևս հանրության վրա ազդեցություն չունեն եւ այդ անդամները, եթե մտածում են իրենց անձնական կյանքի կամ կաշառքի կամ ինչ-որ բանի մասին տեղեկատվությունը հանրությանը պիտի ինչ-որ միտեղ իրենց հանդեպ, այո, շոկի ենթարկի եւ իրենց հանդեպ վերաբերմունքը փոխի, դա բացարձակապես այլևս իրականության չի համապատասխանում, հենց նույն Հովիկ Աղազարյանը օրինակ, հա, փորձեցին թմկահարել, սակայն դա ընդամենը 2 ժամվա կյանք ունեցավ, սակայն իրենց կողմից դավաճանությունը եւ նմանատիպ գործողություններում իրենց մասնակցությունը դիտարկվելու է պետական դավաճանության շրջանակներում, դա արդեն հանրային կարծիքի խնդիր չէ, դա արդեն քրեաիրավական գնահատական է ստանալու եւ իրենք պիտի կշեռքի նժարին դնեն, իրենք ուզում են քրեաիրավական պատասխանատվության ենթարկվեն եւ նրանք միանշանակորեն ենթարկվել են, քանի որ փախուստի հնարավորություն չեն ունենալու եւ գիտեմ, որ այս իշխանության ղեկին նստած անձնավորության համար ուղղակի սրբություններ չկան եւ նա շատ սիրուն զոհ է տալու այդ ամբողջ խմբին մենք տեսել ենք այդ զոհ տալու մեխանիզմը այսօր արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձի դրվագով, երբ որ նոյեմբերի 9-ից հետո իրեն ուղղակի զոհ մատուցեցին այդ բարկությամբ լցված հանրությանը։ Մյուս կողմից իրենք պիտի հասկանան այսպիսի մի բան, գուցե իրենք դա այդ տեսանկյունից չեն դիտարկում, բայց շատ կարևոր է, որ այդ տեսանկյունից նայեն։ Եթե իրենք
դեմ քվեարկեն մանդատազրկմանը թե Աղազարյանին, թե Տարոն Մարգարյանին, ապա իրենք կասեցնում են վարչապետի աթոռին նստած անձի կողմից հերթական զիջումների իրականացումը։ Բացատրեմ մեխանիզմը, նա կհասկանա, որ այլևս միանշանակ վերահսկողություն այդ խմբակի վրա չունի եւ իր կողմից մատուցվող կեղծ թեզերը, որոնք ամենօրյա գործողության արդյունքում ապացուցում են իրենց սնանկությունը եւ ապացուցում են թուրք-ադրբեջանական օրակարգին սպասարկելու հանգամանքը, այդ թեզերը այլևս չեն ընկալվում եւ չեն մարսվում անգամ իր խմբակի կողմից, այսինքն նա չի կարող այսպես հեշտ ու հանգիստ անտեսելով հանրային կարծիքը ընդդիմության մոտեցումները իր խմբակին մատուցել եւ դրա հենվելով ակնկալել, որ դրանք արդյունք են տալու։ Այսինքն ես կոչ եմ անում այդ քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամներին, որոնք պիտի քվեարկեն, պիտի մասնակցեն քվեարկությանը, դեմ քվեարկեն մանդատազրկմանը եւ այդ գործողության միջոցով իրենց նպաստը բերեն այսօրվա գոնե վիճակով Հայաստանի Հանրապետության ամբողջականության պահպանմանը եւ հերթական զիջումների ու Հայաստանի համար հերթական կորստաբեր, հա, քայլերի դեմը առնել դա խանգարելու է Տիկին Աղաջանյան Նիկոլ Փաշինյանին կատարել տրված խոստումները դա խանգարելու է, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք եւ այդ ժամանակահատվածի ամբողջ վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանության ղեկին նստած անձի առումով կոմպրոմատային փաստաթղթային ենթադրում եմ գրավոր եւ տեսագրված որոշակի հանձնառություններ կա եւ դրանք նաեւ Ալիևի ձեռքում են գտնվում եւ նա պարբերաբար այդ սպառնալիքը ներկայացնում է, սակայն նա ներկայացնում է, որ կբացահայտի, բայց նա չի գնում բացահայտման, որովհետեւ դա մի կողմից կհարվածի իրենց դրածոյին իր իշխանությունը տապալելով, մյուս կողմից կբացահայտի, որ այդ հանձնառությունները եղել են 18 թվականից առաջ, դրանով իսկ ոչնչացնելով այս իշխանության կողմից տիրաժավորվող թեզը, որ մենք ուղղակի թույլ ենք, մենք չենք պայքարել, մենք կորցրել ենք եւ այլն եւ այլն։ Աղաջանյան, այստեղ մի հստակեցում անենք, ես եթե հասկացա ձեր միտքը, Նիկոլ Փաշինյանի դեմ Ալիևը կոմպրոմատներ ունի եւ դրանց ուժով Փաշինյանը տարբեր հանձնառություններ է ստացել, այդ թվում չի բացառվում գրավոր ու դա եղել է 18 թվականից առաջ։ Այո, արևմտյան որևէ երկիր առավել եւս Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան որևէ մեկին միլիոնավոր դոլարներով կամ քաղաքական աջակցություն չեն ցուցաբերում, եթե նրանից փաստական հանձնառություններ չունեն։ Սա մի հանգամանք, երկրորդ հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան էական հետախուզական, այսպես կապեր ունի Թուրքիայի հետ, բնականաբար այդ տվյալները փոխանցվել են, մնացածը մենք կարող ենք այլ տարեր էլ ավելացնել, բայց ամենակարևոր տարերից մեկը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ տեղ է գտել այդ փաստացիորեն անխոչնդոտ ճանապարհի անխոչնդոտ հաղորդակցման տրամադրման թեզը, որը եթե ես չեմ սխալվում Ռուսաստանի նախագահի հերթական ելույթներից մեկում հնչեց, որ դա իրենց կողմից չի առաջարկվել եւ հակառակը առաջարկվել է եւ համաձայնեցվել է այսօրվա մեր իշխանության ղեկին նստածի եւ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ։ Այսինքն Արցախյան խնդրին առնչվող փաստաթղթում ինչու է տեղ գտել Հայաստանին վերաբերող հատված եւ մենք դատելով դրանից հետո կատարվող քայլերը եւ դրանց արագությունը, որոնք կարող էին շատ ավելի կործանարար լինել մեզ համար, եթե չլինեին ընդդիմության տարբեր շարժումները, որոնք հետաձգեցին կանխեցին տվյալ պահին այդ գործողությունների իրականացումը եւ փոխեցին դրանց ընթացքն ու ժամանակային հատվածը, կտրվածքը, մենք կարող ենք արձանագրել, որ այդ հանձնառությունները եղել են նախապես, որոնց ձեռնամուխ է եղել իրականացնել այս իշխանության ղեկին նստած անձը եւ դրա մասին է նաեւ խոսում, ես այստեղից էլի նշել եմ 19 թվականի շրջանառված մի փաստաթուղթ իր կողմից ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որոնք իրենք փորձեցին ներկայացնել որպես կեղծ փաստաթուղթ, բայց նրա մեջ
տված տեղեկատվությունը, եթե մենք համատում ենք հաջորդող զարգացումներին, մենք հասկանում ենք, որ դա իրական փաստաթուղթ էր, ուղղակի այս իշխանությունները իրենց սովորության համաձայն նախ շրջանցել են արտգործնախարարության խողովակները, որպեսզի դրա մասին, այսինքն գաղտնի կապով խոսքը նրա նամակն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, որտեղ նա մանրամասնում էր, թե ինչպես են Արցախը հանձնելու, ինչ միջոցով են ներքին հանրային այսպես խժդժություններ, ըմբոստություն առաջացնելու, որով փաստացիորեն զինվորներին բերելու են ներքին անկարգությունները կասեցնելու համար եւ դրանով սահմանը դատարկ են թողելու եւ Արցախը ինչպես են առնվազն հանձնելու Ադրբեջանին, դիմացը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից ակնկալելով, որ իրենք կապահովեն Ադրբեջանում արցախահայերի իրավունքների պահպանումը, խոսք չկա կարգավիճակի մասին, խոսք չկա մասին եւ այդտեղ հստակ նշում է, որ Արցախի 50%-ը, այսինքն մենք տեսանք պատերազմից հետո տեսանք, որ Արցախի նախկին լղիմ տարածքի 50%-ը հանձնվեց, մնացած տարածքները չգիտես ինչու, չնայած համաձայնեցված կետին, որ զինվորները կանգնում են այնտեղ, որտեղ գտնվում են, շատ արագ հանձնեցին եւ անգամ հանձնեցին Գորիս-Կապան ճանապարհը, որը չգիտես ինչ հիմքերով է, քանի որ նաև իրավական էլի հիմնավորում չկա դրա համար, եւ սա գալիս է վերահաստատելու, որ նախնական համաձայնություններ են եղել եւ այդ համաձայնություններին համապատասխան է այս իշխանության ղեկին նստած անձը գործում, փորձելով իր թիմակիցներին դարձնել այդ համաձայնությունների կատարման մեղսակից, իսկ հանրության համար դրանք ընկալելի եւ մարսելի դարձնելու գործիք։ Եվ եթե գանք այս փուլին, Տիկին Աղաջանյան, մեծ ոգևորությամբ իշխանությունը հայտարարեց Ադրբեջանի հետ այսպես կոչված բանակցությունների ավարտի մասին, ինչ որ հանգրվանի մասին, թե փաստաթուղթ կա պատրաստ ստորագրման, բայց թե ինչ եղավ հետո մենք տեսնում ենք արդեն այս ամբողջ 4-5 օրերի ընթացքում այդ տեղեկատվական տերորի ընթացքում ինչի մեջ մենք հիմա ապրում ենք, որը դուք նշում եք, որ նպաստում է այդ թվում Փաշինյանի իշխանության մնալու նպատակին, դրա իրագործմանը, բայց ունենք փաստ, որ Ադրբեջանը նոր պայմաններ է առաջադրել, նոր պահանջներ է առաջադրել եւ ուղղակի հստակ ասում է, որ եթե ուզում եք պայմանագիր, պիտի սահմանադրությունը փոխեք։ Ես, եթե չեմ սխալվում, վերջի 2 տարվա ընթացքում անդադ կրկնում եմ եւ փորձում եմ մեր հանրությանը ի վերջո այդ ընկալումը ամրագրել, որ Ադրբեջանը երբևէ չի ստորագրելու խաղաղության պայմանագիր, քանի դեռ դրա ստորագրումը այսինքն կապակցված է Իրանի դեմ գործողություններ սկսելու հետ։ Եվ նրա կողմից մենք դա դեռ տեսել ենք 23 թվականի 22 թվականի Պրահյան հանդիպումներից հետո անմիջապես, երբ որ այդ համաձայնությունը ձեռք բերվեց եւ այս իշխանության ղեկին նստած անձնավորությունը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դրանից հետո հայտարարեց, որ Արցախը ճանաչում է դրա շրջանակներում, այո, եւ մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը այսպես միանգամից ցածկեց արևմտյան հարթակից դեպի Ռուսաստան, Գրանադա հաջորդ տարի չգնաց, բայց Ռուսաստան, Իրան եւ Իրանի հետ Կասպից ծովում ռազմական զինավարժություններ իրականացրեց, Ռուսաստանի հետ սկսեց հարաբերությունները այսպես բարելավել, իր կշիռը էլ ավելի ծանրացնելով, դրանով փորձելով խուսափել այդ համաձայնությունների հիման վրա ի վերջո փաստաթղթի համաձայնեցմանը, որից անմիջապես հետո նա պիտի Իրանի դեմ գործողություն է։ Եվ այդ տրամաբանությունը միշտ աշխատել է։ Նույնը Գրանադա չգնալն է, նույնը հետո Արցախի հայաթափման առումով այդ խաղը տալը մեկ արևմտյան Վաշինգտոնյան հարթակում հայտնվելը, հերթական զիջումը կորզելը, հետո Մոսկվա գնալը, այո, հետո փորձել էլի նորից ռուս-իրանական հարթակում ինչ-որ միավորներ քաղել եւ այդ ամբողջ ընթացքում հետաձգել նախամաձայնությունները, հետո մենք տեսանք նախագահական ընտրություններ իրենց կողմից, խորհրդանական ընտրություններ իրենց կողմից, ժամանակային հետաձգումներ, այո։ Եվ այսօր էլ մենք նույնը կարող ենք արձանագրել։ Այսպես կոչված փաստաթղթի ճակատագիրը Իրանի հետ կապված որոշումներից։ Ի սկզբանե, երբ որ այս ամբողջ ապուրը եփվել է, Ադրբեջանին եւ Թուրքիային վերապահվել է Իրանի դեմ գործողությունների մեկին
հարվածի կենտրոնի, մյուսին աջակցության կենտրոնի եւ այդ առումով է կարեւոր այս միջանցքի տրամադրումը, որովհետեւ Թուրքիայից դեպի Ադրբեջան, այսինքն Իրանի հյուսիսային հատված ռազմական տեխնիկայի փոխադրումը հնարավոր է միայն ցամաքային ճանապարհով։ Հիմա այս ամբողջ գործընթացները, որ սկսել են եւ 22 թվականին այդքան, ինչպես ասում են, բզբզված, հա, ռուս-ուկրաինական հակամարտությունը, որը արևմտյան կողմը անընդհատ ասում էր այսօր սկսելու է, մի շաբաթ հետո սկսելու է, այսօր սկսելու է, մի շաբաթ հետո սկսելու է, այդ մի սցենարի մաս էին կազմում։ Իրենք ենթադրում են, որ իրենք շատ արագ կհասնեն ռուսական կողմի կազմաքանդմանը, ներքին ըմբոստությունների, սոցիալական պորտկումների եւ ի վերջո այստեղ երկրորդ ճակատ բացելու միջոցով։ Պատահական չէ, որ 22 թվականի ապրիլի 6-ին այս անձնավորությունը գնաց Բրյուսել եւ համաձայնեց մի բանի, որից հետո մեր խորհրդանում հայտարարեց, որ Արցախի նշաձողը պիտի իջեցնենք։ Եվ դրանից հետո արդեն այդ գործողությունները շղթան աշխատեց։ 22 թվականի սեպտեմբերին, երբ որ ռուսական կողմի համար ծանր իրավիճակ էր, կազմակերպվեց մեկօրյա այդ պատերազմը, հա, 13-14-ի, որը միտք ուներ ընդհանրապես այդ միջանցքը արհեստականորեն բացել եւ դա բարթել իբրև թե չեն կարողացել պահել այդ ուրեմն սահմանը, այդ ճանապարհը մենք կբանակցենք, մենք չգիտեմ ինչ եւ այլն եւ այլն։ Չստացվեց այն սցենարով, ինչ որ ուզում են։ Եվ այս ամբողջ ընթացքում Ադրբեջան, երբ որ արդեն ակնհայտ դարձավ, որ արևմտյան կողմը ոչ ունի այն քաղաքական կշիռը, ոչ ռազմական այն կարողությունները, որ կբավարարի թե ռուս-ուկրաինական ճակատում զինմանը, թե հետագայում արդեն մերձավոր արևելքում գործողություններին, որը եւս համադրված էր Արցախի հետ քայլերին, եւ Արցախի հանձնումը նաեւ նպատակ ուներ, հերթական այդ զիջումը նպատակ ուներ ադրբեջանական կողմից Իրանի դեմ ի վերջո գործողություններ սկսել, որը խիստ կարեւոր էր իսրայելական հաջողությունների համար, եւ այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը, երբ որ արդեն հասկացավ, որ երաշխիքը չունի եւ այդ արկածախնդրությունը իր համար դրական արդյունք չի տալու կամ երաշխավորված չի, ինչը նա ունեցել է խոստումներ 44 օրյայի ժամանակ եւ որը անգամ ժամանակային առումով չհամապատասխանում եւ իր համար բազմապատիկ կորուստներ տալով, քան այն ինչ որ նրանք հրճակում են, սակայն ի վերջո քաղաքական միջոցով ստացավ այն, ինչը չստացավ ռազմական ճանապարհով։ Եվ այս պարագայում նա սկսեց հետ քայլեր անել, իրեն ապահովագրելով, քանի որ Ալիևը այսօր գտնվում է իր քաղաքական հեղինակության գագաթնակետում։ Նա ստացել է բաներ, որոնք անգամ երազել չէր կարող։ Եվ հիմա փորձել գնալ արկածախնդրության, որը բերում է վտանգի իր ոչ միայն կառավարման, այլև պետության կազմաքանդմանը, հաշվի առնելով, որ դա հնարավորություն կտա ներսից պորտկումներ անել, հա, եւ պատահական չի, որ Ալիևը հերթական անգամ կոവിഡային իրենց սահմանափակումների ժամկետը երկարացրեց եւս 6 ամսով։ Այս միակ պետությունն է աշխարհում, որ դեռ կոവിഡային սահմանափակում, այսինքն ցամաքային այդ անցումային կետերով անցուդարձը արգելափակված է, միայն վերահսկվում է օդային ճանապարհով մուտքը։ Եվ դա երկիրը իր ձբռում պահելու եւ ներսից հնարավորություն չտալու, որպեսզի ինչ որ գործողություններ իրականան, դրան են ուղղված։ Նա գնաց նաեւ Միացյալ Նահանգների զարգացման գործակալության փակման, այսօր ուզում է մնացած ուրեմն կառույցները փակել, որոնք չեն կարող ներսում իրենց այդ 5-րդ շարասյունը, որը ֆինանսավորում է, դրանց օգտագործել։ Շատ է, նույնը Թուրքիան է անում։ Նույնը Թուրքիան է անում։ Եվ նրանք փորձում են այսօրվա Տրամպյան վարչակազմի հետ առևտրային գործարքի մեջ մտնել, իրենց հնարավոր քայլերի համար խոստանալով ստանալ ամերիկյան կողմից զիջումներ, Ադրբեջանի պարագայում 907 վերապահման վերանայում, իսկ Թուրքիայի պարագայում սանկցիաների վերանայում եւ նրանց F-35-ի պայմանագրի մեջ ներառում։ Այս բարտերային գործարքը մենք կհասկանանք ինչ որ հաջողության հասել է, մոտ օրերս 907-ի վերապահման խնդիրը դրվելու է։ Արդյոք Ռիկերը, երբ որ գնաց Ռուսաստանից Բաքու, հա, հատուկ բանագնացը, ինչ որ համաձայնություններ են ստացել են, թե ոչ։ Եվ սա ցույց կտա արդյոք ամերիկյան կողմը ճնշելու է Ալիևյան վարչակազմի վրա, որ նա ի վերջո իրականացնի դեպի Իրան գործողությունները։ Ես մեծ հույսեր ունեմ, որ դա չի լինելու, հաշվի առնելով Ռուսաստանի Պետդումայի նախագահ Մատվիենկոյի, Սենատի նախագահ Մատվիենկոյի այցը Ադրբեջան եւ վստահ եմ, որ
համապատասխան ուղերձները փոխանցվել են Ալիևին նման արկածախնդրության չգնալու համար, դրանից բխող հետևանքների զգուշացումներով եւ մենք տեսնում ենք, որ նաեւ Սիրիայում Թուրքիայի հետ կապված խնդիրներ առաջանում, այսինքն այս ամբողջ կոմպլեքսը սկսում է աշխատել։ Սցենարով, եթե Իրանի դեմ այդ արկածախնդրությունը տեղի չի ունենում, ինչ է լինում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Եթե այս իշխանությունը հատկապես նրան ձեռքի տակ աշխատող խմբակը գիտակցի, որ իր քայլերով կարող է պահպանել պետությունը, ապա նրանք այս պահի դրությամբ որևէ լրացուցիչ զիջման չեն գնա, որևէ պարագայում, հատկապես տարածքային եւ սահմանային առումներով, քանի որ դա մեզ բերելու է ել ավելի խոցելի եւ Ադրբեջանի շատ ավելի նպաստավոր ռազմական դիրքերի այ հարձակման համար նպաստավոր պայմանների պարագայում արդեն մեզ շատ ավելի ծանր վիճակի մեջ դնելու։ Իսկ դրա փոխարեն նրանք կարող են այսօր իրենց այդ քայլերին չգնալու եւ ես հույս ունեմ արտգործնախարարի այսօրվա հայտարարությունը այդ տրամաբանությամբ է կամ ենթադրում եմ, որ եվրոպական երկրներից ինչ-որ մի այսպես աջակցության բան են ստացել, հաշվի առնելով, որ Եվրամիության խոսնակը որոշակի զգուշացման քայլերի է դրդում, կամ այս իշխանությունները հերթական բարտերային գործարքին են փորձում գնալ, զիջումը, խոսքս անկլավների զիջումը մեր գերիների եւ պատանդների վերադարձի հետ համադրելով, բայց դրանք համադրելի չեն։ Չի կարելի անել, որովհետեւ այսօրվա տարածքային որևէ զիջում մեզ ուղղակի այսպես կոկորտին պարան է լինելու, որից փորձ են անելու մեզ որպես պետություն կախելու։ Եվ այս իշխանության խմբակը, որի ձեռքերով փորձ է արվելու դա իրականություն դարձնել եւ որոնց շուրթերով փորձ է արվելու հանրությանը մարսելի դարձնել, պիտի ի վերջո գիտակցի նրանցից յուրաքանչյուրը, որ իր այսօրվա քայլով նա կարող է ինչ-որ մի շանս ստանալ ապագայում Հայաստան պետությունում եւ հայ ժողովրդի շրջանակում գոնե մեղմացված ինչ-որ մի վերաբերմունքի արժանանալ եւ հույս ունենալ, որ կարող են արդարացնել իրենց գործողությունները։ Անձը նման հակվածություն չունի, որովհետեւ եթե 1, 2, 3 օր առաջ հետ գնանք, նրա հայտարարությունները հակառակի մասին են վկայում, նա պնդում է տալու եմ ճանապարհ, նա ընդունում է հերթական պահանջները, նա գնում է սահմանադրությունը փոխելու, նոր ձևակերպում է գտել տարածաշրջանային նշանակության սահմանադրություն ընդունելու, այո, ճանապարհով, այսինքն այդ մարդը ամեն ինչ անում է սեփական իշխանությունը պահելու համար ցանկացած գնով եւ այդ գինը վճարում են այդ անձամեն անում է սեփական կյանքը փրկելու համար, դա իշխանության պահելու միջոցով է ենթադրվում, կյանքը փրկելու համար, որովհետեւ ինչպես ասացի նա ունի հանձնառություններ, այդ հանձնառությունների հետ կապված կան ակնհայտորեն որոշակի փաստաթղթեր եւ վստահ եմ նաև տեսանյութեր եւ այդ առումով նա շատ լավ գիտի, որ իր հանձնառություններից խուսափել իրեն կարող է կյանք արժենալ եւ դա բխում է արևմտյան կենտրոնների աշխատավոճից եւ սեփական, այսպես ասած, փրկության ելքը ունենալու համար նա գնում է հերթական քայլերին հույս ունենալով, որ գոնե երևի թուրք-բրիտանական այդ տանդեմը կօգնի իրեն ելքը ապահովել համապատասխան ուրեմն վերջակետին հասնելուց հետո, բայց ես վստահացնում եմ, որ դա չի իրականանալու, այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները բոլորովին այլ տրամաբանությամբ են զարգանում եւ բացարձակապես անհրաժեշտություն չկա Հայաստան պետությունը զոհասեղանին դնելու, հանուն սեփական կյանքը փրկելու եւ իր համար երևի թե իր կյանքի առումով միակ ապահով տեղը Հայաստան պետությունն է համապատասխան քրեաիրավական գնահատականից հետո, որտեղ աշխարհի որևէ անկյունում նա չի ունենալու ապահովություն եւ անվտանգություն եւ դատելով այն ձեռագրից, որը օգտագործում են արևմտյան երկրները, կարող են շատ խոստումներ տալ, բայց վերջում այդ խոստումների արդյունքը շատ տխուր լինի։ Շնորհակալ եմ վերլուծության եւ հետաքրքիր դիտարկումների համար, հարցազրույցին սպասեք վաղը։